Լյովիկ։ Ինչ է դրա անունն։ Են գետեր պետ նոր կիներոր զանգված XS Max։ Որտեղ ես եղբայր։ Արշի որտեղ է։ Խափել թռելա։ Պապս ճիշտ էր ասում, պետք չի վստահել ոչ բրոկերներին, ոչ էլեկտրական ավտոներին, ոչ էլ այլ մոլորակայիններին առավել ևս։ Բարև։ Այսօր էի, ավելի ճիշտ ուր էիր։ Քողարկվել էի քո թափթփված իրերի մեջ։ Քողարկվելը լավ ասել, թափթփվածն էլ առավել ևս լավ ասեցիր։ Պատրաստ ես այսօրվա մեր համադասարանական մաքրությանը։ Անկեղծ ասած հարցը չհասկացա։ Դու ձեր մոլորակում հեչ մաքրություն արել ես։ Ոչ։ Չէ՞ որ ես արքայազան Վրակիստարոս, Էլեմետրիքս, Տրոլոգեսիս, Էմիագոն։ Լովիկ։ Կլինի առավոտ կանուխ ամբողջական անունը չասես։ Ուզում ես 10-ից ուշանա։ Լավ, ինչպես կամենաս։ Այս ուրիշ բան։ Հիմա կամենում եմ, որ մի հատ մաքրության փորձ անես։ Այդ ինչպես։ Այդ այսպես։ Այս նույն բանը արա մնացած բոլոր տուփերի հետ։ Բարի։ Լավ է։ Իհարկե ոչ։ Ինչու։ Լյովիկ, ես արագությամբ եթե այնտեղ աշխատես, հերիք չի կմտածեմ, որ ես չեմ, մի հատ էլ կմտածեմ, որ դու չես։ Մի խոսքով դու մարդ չես։ Ախ, ինչպես գլխի չէի ընկել։ Ինձ թվում է այսպես գլխի չէիր ընկել։ Լավ, ես գնամ արդեն։ Դու աշխատի այսօր լինես ջրից ցածր ու խոտից կոլոտ։ Այսինքն, Չես լսել, ասում են ծիշվադի նիժի տրավի։ Հասա ձեր այդ այլ մոլորակներում ինչ են սովորացնում է։ Էլ ոնց ես, չմտածես, գիտեմ, այսօրն էլ մի ձև գլորի, մինչև օրվա վերջ հասկանանք ինչ ենք անում այդ շանտաժիստի հետ, բայց ասա, որ անդուր, ձրիակ էր, բարոդի… Հիմար մի խոսայ, բուլկի։ Ինչի՞։ Որովհետև այս լյովիկը չի։ Այս անդուր, բարադի, ձրիակե շանտաժիստն է։ Հա, ես հասկացել էի, ուղղակի կատակ է անում, ինչի խնդալու, չէր։ Չէ, բայց այկո դեմքը հիմա շատ խնդալու է։ Արնո, բարև։ Բարև Գիշյան։ Արտեմ, հույս ունեմ այսօր առանց միջադեպերի կանցնի օրդ ու նորմալ կգնաս տուն։ Հանգիստ տեղի նորմալ կանցնի։ Արտեմ, ես մենակ հանգիստ կլինեմ այն ժամանակ, երբ որ իմ աչքով տեսնեմ ոնց ես մտնում դասարան։ Նենց որ գնացինք։ Արի բալիկին թաթիկից բռնի տար Գիսանե ջան։ Գիսանե ջան, մի հատ բան էի ուզում քեզ ասեի։ Գիսանեի այս հայացքը նշանակում է արագ խոսա, հավեսդ չունեմ։ Երեք որ Ռոբերտովնային ասացիր, որ մենք ամբողջ դասարանով պիտի համախմբված մասնակցենք այդ համադասարանական ուղիչ աշխատանքային, չգիտեմ ինչերին, ես մի հատ որոշում կայացրեցի, դե որ դու այդ մարդու մոտ սուտ դուրս չգաս։ Ես էլ մասնակցեմ այդ համադասարանական մաքրության թեմաներին։ Ինչ կասես։ Լավ, գնացինք Արտեմ։ Ասել եմ առնում քեզը, հա սիրարվել, չլնեմ չիմանամ։ Ինչ չիմանաս։ Դե բանը, որ փոխադարձա։ Իսկ ինչ կանես։ Լիքը բան։ Օրինակ։ Մտածի։ Լավ, մտածեմ կասեմ։ Դե լավ, հենց մտածես անպայման կասես։ Գիսանը մի ներվայնացրու, ես արգելում եմ, չի լինելու տենց բան։ Համել մի հատ քեզ նայի, իրան նայի։ Ոյ հանգստացի իմ հոգատար եղբայր։ Ոնց որ դու ես ասում, չի կարող տենց բան լինել։ Մանուկյան։ Տիկին Մադալյան, չեք պատկերացնի այսօր ինչ ա եղել։
Ինչ ա եղել։ Այն Լևոնյան Արտեմին հիշում եք, որ պիտի վազեցնեի որպես պատիժ։ Անեն ցավազել ապուշ էի կտրել։ Նույնիսկ վարկյանա չափն եմ ուշ անջատել։ Բայց միևնույնն է, համաշխարհային ռեկորդի արդյունքա ցույց տվել։ Մանուկյան, ես էլ մտածում եմ լուրջ բան ես ասում։ Տիկին Բադալյան։ Լուրջ եմ ասում, չեք հավատում։ Լավ, գնամ դասի կխոսենք։ Ինչ դասերը վաղուց վերջացել են։ Այ տղա, այսօր ամսի քանիսն է։ Կամ լավ, այսպես ձևակերպեմ, շաբաթվա ինչ օր է։ Փաստորեն ես մի օր նստած եմ եղել։ Տիկին Բադալյան, միս Մերիին որ տեսնեք, այս վիճակիս մասին չասեք, հա։ Բայց մեկա, ես այդ Արտեմի պահը այսօր ապացուցելու եմ։ Քանի գնում ավելի եմ համոզվում, որ Էրիկը ինձ է հավանում։ Ինչից։ Դե ինչ եկել է վրաս չի նայել։ Եվ գիսանը ոնց որ ես մոլորակից չլինես։ Ինքը դա հատուկ է անում, որ ես անհանգստանամ։ Տվայտվեմ, մտածեմ թե ինչի վրաս չի նայում։ Հա, լսի ճիշտ ես ասում, ոնց գլխի չէի ընկել։ Երեխեք, Մարինա Ռոբերտովնա, եթե ինձ իմ տեսողությունը չի դավաճանում ու դասացուցակը չի խաբում, ուրեմն հիմա ձեր դասը չի։ Գիտեմ, Էրիկ։ Պարզապես եկել եմ ձեզ հիշացնեմ, երեխեք, որ այսօր դասերից հետո մենք հասարակական աշխատանքների ենք, որ չմոռանաք։ Իզուրել եկել եք, մեր սիրելի ավակը արդեն հիշացրել է։ Շատ բարի։ Դե ուրեմն այսօր մի մարդու պես բոլորդ կլինեք։ Դու էլ Արնո։ Կլինեմ, բայց եթե մի մարդու պես Արնո նստի, ինչ կապ ունի։ Լավ, երեխեք, վсё։ Տեսար։ Ինչը։ Էրիկը որ ասեց մեր սիրելի ավակը, այդ սիրելի բառը հատուկ խցկեց, որ ինձ խանդելու առիթ տա։ Հաստատ։ Կանչել էիք ընկեր Մանուկյան։ Հա Լևոնյան, այսօր կրկին կգաս մարզադաշտ։ Էլի։ Ոչ թե էլի, այլ կրկին։ Համ էլ արդեն ասեցի։ Էներգիատ խնայի ու քիչ խոսի։ Ինչ եմ արել։ Ոնց թե ինչ եմ արել։ Արտեմ, երեք քիչ էր մնում համաշխարհային ռեկորդ սահմանեի։ 1000 մետր գիտես ինչքան ես վազել։ 250։ Գիտես համաշխարհային ռեկորդը ինչքան է։ 211։ Մի բան հաստատ խառնում եք ընկեր Մանուկյան, ես ոնց կարամ տենց վազեմ։ Արտեմ, համեստություն մի արա, էս այդ պահը չի։ Ավելի լավ է գնա ու հաց կեր։ Ես դպրոցի տնօրենին եմ կանչել որ գա նայի։ Հա, մեր դպրոցի օպերատորն էլա գալու։ Այդ ամեն ինչը նկարի որ գիտես ու ուղարկենք։ Գինեսի գիրք։ Դե, ես որ հացրի։ Գնա։ Գնա հաց կեր, որովհետև հետո հաց չես ուտելու։ Արտեմ։ Դաս խեկիտ էլ կխնդրեմ։ Հաջորդ դասից կազատի։ Գնա։ Միս Մերի, պատկերացնում ես, Օնիկդ մի ամբողջ օր այստեղ քարացած նստած է մնացել։ Օնիկս։ Լավ եմ ինկեր Բադալյան։ Ճիշտ են ասում էլի, սիրահարվածները չեն նկատում ժամանակը։ Միս Մերի բարև։ Բարև ձեզ, Մանուկյան։ Միս Մերի կխնդրեի դասերից հետո մնալ։ Ձեր աշակերտներից մեկը Արտեմը Լևոնյան։ Վասկի աննախադեպ ցուցանիշ է գրանցել, ինչը ինձ համար էլ էր խիստ զարմանալի։ Բայց ես դասերից հետո գործեր ունեմ, չեմ կարող մնալ։ Ոնց թե դասերից հետո գործեր ունեք ու չեք կարող մնալ։ Պիտի հետաձգեք, մանավանդ տնօրենն էլ է գալու, որ նկատեց այդտեղ չեք։ Լավ, հասկացա։ Չնայած կասկածում եմ, որ Արտեմը կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել, այն էլ վասկից։ Դուք դեռ կհամոզվեք։ Լավա գլուխս խփեցի դրանը, թե չեմ մոռանալու։ Միս Մերի, կխնդրեմ Արտեմին հաջորդ դասից ազատել եւ հարգելի համարել։ Թող էներգիա չծախսի եւ սնվի փոքրիկը։ Լսում եւ հնազանդվում եմ։ Հնազանդվում եք։ Դու ինձ հասկացար, Մանուկյան։ Բարև ձեզ։ Ինչ ես խեղճ տղային հուսովանում։ Բայց երբ հույսով արեցի, թե բա
հնազանդ եմ, լսում եմ։ Լսի կլոր կլինի ինձ սրանից հետո դասից չանես, առավել եւս դպրոցում ինձ քիչ մոտենաս։ Ինչի։ Դե որ կողքից տեսնողը չմտածի, իբրև մենք շատ լավ ընկերներ ենք։ Բայց ինչ կա դրա մեջ որ։ Ոնց ինչ կա։ Կրինժ կա։ Հələ մտ ինձ նայի, քեզ նայի։ Լավ երկարացնում ես, սա երկար։ Ասելիքը տասը։ Խառն ես Արտեմիկ, դու ես ինձ դասից հանել։ Հա, կներես, մտքերս վազում էին։ Ինչ։ Դե մտքերս երեկվա վազելու պահ, խճճված է։ Քանի իմ ուղեղն էլ մազերիդ պես չես խճճել, ասելիքդ կարճ կապի դասից ուշանում է։ Լավ։ Էլը երեք այնքան արագ ա վազել, որ համաշխարհային ռեկորդ ա սահմանել։ Հիմա Մանուկյանը կանչում ա, որ կրկնեմ։ Չէ, Ինչ չէ։ գիտեմ ինչ ես ասելու։ Ուզելու ես, որ իմ փոխարեն ոչ թե գնա ու բորկա անի, այլ գնա քո փոխարեն վազի։ Ու այլ որ վանգերներ ենք։ Ողբերներ ենք, Ահա, համակարգացիներ ենք եւ վերջի վերջո հայ ենք։ ասեմ գնա այդ նախընտրական քարոզարշավը ուրիշի մոտ արա, հա։ Համել դու մոռացել ես։ Ես շանտաժիստ, ձրիակեր, բարադի գյադա եմ։ Հա, բայց ես գյադա չի ասել։ Հլա ու ասեի։ Լավ, ես գնացի 1000 մի գործ ունեմ։ Բան էիր ասում ապեր։ Չէ, չասի։ Կարող է փոշմանել ես։ Չէ, կարող եմ պաշտպանել։ Արնա, մի բան հարցնեմ էլի։ Էլի կախբորս ձեռ էիր արնում, իսկ այսօր արդեն երկրորդ անգամ է ձեզ իրար հետ եմ տեսնում։ Էդ ինչ հաշիվ է։ Ասեմ ինչ հաշիվա 1-0 օգուտ ինձ։ Նա համաձայն եմ բատներ, հա։ Դե ուղղակի աղբերդ ինձնից օգնություն էր խնդրել, ես էլ ասեմ քեզ, որ իրան չեմ մերժել, այդքան բան։ Արտեմը քեզնից օգնություն էր խնդրել։ Աբա Գիսանե ջան, բայց տեսնեմ, չէ, մարդ գործերից բարության հոտ է գալիս, հա։ Զարմանալի է։ Ես կասեի կասկածելի է։ Ես դու էստեղ ես։ Տաթևն էլ անհանգիստ էր, ասում է բա ուր է Արտեմս։ Լուրջ։ Իհարկե ոչ։ Բա ինչի դասի չես գնացել։ Դե գնում եմ ռեկորդի։ Բա դու։ Դե ես էլ պենոպլաստի ձենը չեմ սիրում։ Էդ ինչ կապ ուներ։ Ոչ մի։ Ուղղակի ինձ թված անկապ պատասխաներ, թե կարող ես խաղն ենք խաղում։ Իմ անկապ պատասխան չի։ Էն տնաշենը Մանուկյանի մոտ նենց արագ վազեց, որ համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Հիմա Մանուկյանը ուզում է, որ նորից վազեմ։ Ինչ տնաշեն։ Ես, դու չգիտես, ես հենց ներվայնանում եմ, սկսում եմ իմ մասին երրորդ դեմքով խոսալ։ Չէ, չգիտեմ։ Դե իմացի, ու լավ կլինի, որ դու թողես հիմա ինքը սարձել կաուտի։ Բա ինչ համաշխարհային ռեկորդ։ Քո համար 1000 մետր վազելը ռեկորդ չի։ Աթենքա, չէ։ Բա ինչա։ Լավ, աթենք թե ասածիդ հավատացի։ Բա հիմա ինչի պիտի վազես։ Դե ընկեր Մանուկյանը ուզում է, որ այդ ցուցանիշները նորից կրկնեն, որ տնօրենը տեսնի։ Դու ավելի լավ ասա, ինչ անեմ, որ չվազեմ։ Կասեի Արտեմ, ուղղակի որ ասեցիր վազել հիշեցի, պետքա վազեմ դասի։ Լավ, գոնե մի քիչ հիվանդ լինեի, էլի։ Ու գնում ենք Օլիմպիադա։ Ես որպես նրան բացահայտող կլինեմ նրա մարզիչը, ես կարծացել եմ, որ Գինեսի ռեկորդների երկիր Իռլանդիան է։ Նախ կգրանցվենք այնտեղ։ Ու խոսք կգնա լուրջ փողերի մասին։ Ինչքան լուրջ։ $2000։ Ոնց էլ չլինի, ինձ այնտեղ թարգմանիչ է հարկավոր։ Ու գիտեք Մարինա Ռոբերտովնա ում եմ տանելու։ Պարզ չի, ինձ։ Այդ տիկին, եթե Իռլանդիայում խոսում են կենսաբաներեն, ապա այո։ Իսկ միս Մերին կարող է ինձ օգնել։ Բան ասացիր Մանուկյան։ Ընկեր Մանուկյան կարելի է մի րոպեով։ Մանուկյանը ես եմ։ Ինչ է պատահել Արտեմ։ Եկեք դուրս գնանք կասեմ, որ ոչ մեկին չվարակեմ։ Էս իմ դասարանի Գիսանեի եղբայրը, չի։ Այո։ Կարող է Գիսանեին էլ վարակի։ Գիսանեն էր ամբողջ դասարանը վարակի։
Լավ էլի Մարինա Ռոբերտովնա, Արտեմն է, մի ժամ առաջ նորմալ էր։ Սպասիր, ես էլ գամ, տեսնեմ ինչ է եղել։ Մերի ջան, Արտեմն է, թույլ միացում է, թույլ իմացություն է, ես կճշտեմ։ Արտեմ, քեզ ինչ է պատահել։ Հենց նոր սկսվեց, այս ոնց որ են շուտ վարակող գրիպներից լինի, այն որ մի ժամից արդեն վարակում, հա, 2 ժամից ջերմությունը հասել է 40։ Էդ ինչի վրա եք տենց նայում։ Այդ քթի տակի սև կետերի։ Ինձ ինչ որ բան հուշում է, որ քթի տակ սև բիբար է սկսել։ Ինչ եք ասում։ Լսի, ես զարմանում եմ քո վրա։ Մի ոդկա Իռլանդիա է, որ այնտեղ քեզ գրանցեն։ Գիտես ինչքան գումար ես ստանալու։ $500։ Ես ուղղակի Ոչ մի ես, ոչ մի ուղղակի։ Ժամը 3-ին սպորտային հագուստով կլինես մարզադաշտում։ Ախր հասկացի։ Չեմպիոնը դա մի բան է։ Չեմպիոնը հիմա չեմ կարող բացատրել, ժամանակ չունեմ։ Ժամը 3-ին մարզադաշտ։ Ես հիմա ինչ անեմ։ Լավ, գնամ մի քիչ պարապեմ։ Ես այստեղ եմ Արնո։ Կլինի մի քիչ կանխատեսելի հայտնվես։ Ուր կորար։ Ես շուտով կհայտնվեմ։ 10, 9, 8, 7։ Հասկացա, հայտնվի, ես գիտեմ, որ հայտնվելու ես։ Հավաքվի գնում ենք, այսինքն հավաքվի, որ գնանք։ Դե գնամ քեզ տանեմ այդ մաքրության տեղը, հետո ես գնամ իմ գործերով։ Իսկ ինչ դառնամ։ Մի բան դարձի, ժամանակ չունեմ։ Արդեն ունես։ Այ ապրես, այսի իմ տղեն է։ Եթե մինչև այդ շանս կար, որ կարող է 1000 մետր վազեի, հիմա հաստատ համոզված եմ, որ անհնար է։ Ասա քեզ պետք էր Արտեմ, վազելու փորձը որն է։ Yo, Լովիկ, արդեն ժամանակն է հայտնվելու։ Հայտնվում եմ։ 10, 9, 8, 7։ Այդտենց արդեն որ հայտնվեց, անսպասելի չի լինի։ Ուրեմն գնում ես այն կողմ։ Մերոնք պիտի որ ձախի վրա լինեն։ Աղմուկի վրա որ գնաս կգտնես։ Լավ։ Տենց ռոբոտի պես մի խոսա։ Լավ կլինի ընդհանրապես չխոսաս։ Բարի, լսում ես միայն դասխեկիս, Մարինա Ռոբերտովնային, մնացածի հետ գործ չունես։ Հիշեցիր։ Շատ բարի։ Դե Արնո ջան, քեզ տեսնեմ։ Սանս կազմ պատրաստ կանգնած է։ Այնքան ուրախ եմ, որ վաղը ամբողջ աշխարհը խոսելու է մեր փոքրիկ վունդերկինդի մասին։ Տեսնենք, Մանուկյան, տեսնենք։ Դե եկեք։ Այստեղ կանգնեք։ Լավ։ Արտեմ։ Արնո ջան, այսօր ես ինչքան պոլիէթիլենկը գետնի վրա թափած քեզ է հարցնում։ Կիսան է։ Ինչպես ես։ Վաղուց քեզ չէի տեսել, ընդհանրապես չես փոխվել։ Արնո, մի հատ կերպարիցը դուրս արի, հա։ Երեխեք, եկեք չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, լավ։ Տեսեք, ստեղ ձեռնոցներ են։ Հիմա մաքսիմալ ակուրատ նահակնում ենք եւ անցնում ենք գործի։ Մարինա Ռոբոտովնան դուք եք։ Ես միայն ձեզ պիտի լսեմ։ Արնո, խնդրում եմ առանց ջրի կանալու անցի գործի։ Լսում եմ։ Արտեմ։ Օպերատոր պատրաստ։ Տիկին Ադամյան պատրաստ եք։ Միս Մերի։ Լևոնյան պատրաստ։ Մանուկյան, քեզ նկատողություն, իմ ժամանակ անիմաց խլելու համար։ Տիկին Ադամյան, մի րոպե սպաս։ Արտեմ վեր կա։ Տիկին Ադամյան, միս Մերի ախր։ Տիկին,
Վեր կատրու։ Մի վեր կատրված։ Ախ, Արտեմ։ Դու իմ ձեռքից չես մտնել։ Տիկին Ադամյան։ Տիկին Ադամյան։ Ну какие молодцы. Я горжусь вами, ребята. Особенно դու, Արնո։ Այսօր ինձ շատ հաճելիորեն զարմացրել ես, գիտես։ Իսկ այս տղան ոչ մի գործ չի արել։ Ասեմ ավելին, նա շահագործում էր մնացած բոլոր տղաներին, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Համերս։ Հա, ինչ կա։ Ոնց Մարինա Ռոբերտովնան էր զանգել։ Հա, ճիշտ է ասում։ Շրջակա միջավայրի մաքրության էինք։ Տղետ ինչքան շրջակա միջավայր կար, սաղ մաքրեց։ Ասա իր հետ հատուկ շնորհակալությունով ընտանիք չեմ պահում, այ Ռոբերտովնա ջան։ Մամ ջան, դու միշտ էլ ինձնով հպարտանալու ես։ Լավ, խոսենք, ման, լավ, պաչում եմ, լավ։ Կալոր։ Ես ինչի ես Ստեփանավանից վազելով եկել։ Կամ էլ ընդհանրապես ինչի ես եկել։ Եկել եմ Էլին տեսնեմ։ Համ էլ դու մի խոսա, էլի քո պատճառով խայտարակ եմ եղել։ Դե քո դեպքում խայտարակ լինելը բավականին նորմալ երևույթ է, բայց ես ինչ կապ ունեմ։ Այ որ դու թողեր ինքին փոխարեն վազեր, սենց վիճակ չէր լինի։ Այ հեռան որ գյուղ կոմոտ ու շատ է հասնում։ Լսի, եթե Լյովիկը գնար քո փոխարեն վազեր, այն Մանուկյանը իրանից պոկ չէր գալու, օրերով ավելի էր շատացնելու իր վազքը։ Այդ խեղճին պետք չի, չէ, այդքան տանջել, վերջի վերջո հյուրա չէ, էս մեր մոլորակում։ Լավ, տարելի մոտ։ Լավ, արի բալես, արի իջնենք խանը, դու կարևորը մինացի, ինչ ենք պապուկը ջան։ Ես տեղես։ Այստեղ եմ։ Դու էլ լացում էիր, մոլորակի անունը տվինք, այլ մոլորակայինը եկավ։ Ինչ կար, ոնց անցավ։ Չնայած կարաս չպատմես, մամային արդեն ամեն ինչ զանգել, պատմել, շնորհակալություն էլ հայտնել են։ Դու այսօրվա քո միսիան կատարել ես, ես այսօրվանից քո մշտական հաճախորդն եմ։ Բարի, Արտեմ, ինչու ես եկել։ Դե ուզում եմ իմանայի ոնց ես, համ էլ մոտդ հեռախոս չկա, դրա համար եկա։ Պապան մինչև Ռուսաստան գնալ է ինձ մոբայլ սենտրի նվեր քարտեր նվիրել։ Սրանով ինձ կգնամ նոր հեռախոս կվերցնեմ, այն հին հեռախոսս էլ կտամ քեզ։ Ահա, Էլին հին հեռախոս տալը շատ լավ միտք է։ Ինչիդ վրա ես ուրախանում։ Մի մոռացի, բացի այս հեռախոսից ուրիշ որտեղ է այն վիդեոն սեյվ տված։ Դե ես այդ իմաստով չի ասում, ուղղակի լավ է, էլի որ Էլի հետ կապ կունենանք։ Իսկ հիմա առաջարկում եմ վերադառնանք տուն եւ կլորի ջարդը PlayStation-ով տանք։ Կլորի ջարդը Մանուկյանը արդեն տվել է։ Առաջարկում եմ գնանք գիտապտույտ, կթարմանանք։ Լավ, իսկ ինչ թեմայով։ Քո ճաշակով էլի Լյովիկս, դու այսօր այդ իրավունքը վաստակել ես։ Բարի։ Բա հիմա որտեղ ենք։ Երկիր մոլորակի վրա, պարզապես տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Իսկ կոնկրետ որ հատվածում, որովհետև երկիր մոլորակի մակերևույթը 510 միլիոն 78 հազար քառակուսի կիլոմետր է։ Ապրես, նստիր, հին։ Կարգավորումները հին են, էլ փոխի։ Հիմա 10 բալանոց սիստեմով են գնահատում։ Լավ, բա հիմա ինչի ենք այստեղ։ Մենք այստեղ ենք, որ ձեզ պատմեմ կրակի մասին։ Բայց դու լրիվ կրակ ես։ Նստիր, հումորիդ համար էլ հին, բայց նոր կարգավորումներով։ Լյովիկ, կլինի աստղաթիռդ մի կռուկ քշեմ։ Այո։ Քեզ նայում եմ ինձ եմ հիշում։ Էս բարձր ասեցի, հումոր էր։ Արտեմի, կլինի էլ հումոր չանես։ Լսում եմ։ Ինչն ես լսում։ Դու չդիմեցիր ինձ, ասեցիր էլ։ Էլ այլևսի իմաստով։ Այլևս հումոր չանես, Արտեմ։ Սենց լավ է։ Լավ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Եվ այսպես, կրակ, այն մարդկության ամենակարևոր հայտնագործություններից է։ Կրակը ոչ միայն փոխել է ձեր նախնիների կյանքը, այլև դարձել է զարգացման հիմնասյուներից մեկը։ Լյովիկ, կլինի ասես այն, ինչը մենք չգիտենք։ Օրինակ, կոնկրետ ոնց է մարդը հայտնաբերել կրակը։
Մարդիկ չեն հայտնաբերել կրակը։ Այն գոյություն ուներ դեռևս երկրի ձևավորման ժամանակներից։ Կրակն առաջանում էր բնական երևույթների հետևանքով, այծակների հարվածներից, անտառային հրդեհներից, հրաբուխների ժայթքումներից, քարերի կամ լեռնային ապարների մեջ առկա քիմիական ռեակցիաներից։ Լեռնային ապերների։ Արտեմիկ պայմանավորվել էինք, չէ՞ որ էլ հումոր չես անում։ Լավ։ Ձեր նախնիները նախ սովորեցին օգտագործել բնական կրակը, օրինակ կայծակի հարվածից առաջացած հրդեհները, սակայն կրակը պահելու եւ կառավարելու համար պահանջվեց ավելի շատ ժամանակ ու հնարամտություն։ Ժամանակի ընթացքում հնագույն մարդիկ հասկացան, որ որոշ նյութեր կարող են բախվելիս կամ շփվելիս կայծեր արձակել։ Դրա հիման վրա նրանք հայտնաբերեցին կրակ ստեղծելու տարբեր մեթոդներ։ Մարդիկ գտան որոշակի քարեր, որոնք իրար հարվածելիս կայծեր էին առաջացնում։ Այդ կայծերը օգտագործում էին չոր խոտը վառելու համար կամ փայտի շփման միջոցով։ Նրանք նկատեցին, որ երկու փայտյա կտոր իրար շփելիս առաջացնում է ջերմություն, որը կարող է հրդեհել չոր նյութերը։ Ես համել լսել եմ, որ հումոր չեմ անում, մեսի արև։ Ասա լավ։ Ես լսել եմ, որ արևի միջոցով են կրակ ստացել։ Այո, դու ճիշտ ես, բայց դա ավելի ուշ է եղել։ Տարբեր քաղաքակրթություններում, օրինակ Հռոմում, դեռ ձեր թվարկությունից առաջ խոշորացույցի օգնությամբ արևի ճառագայթների միջոցով կրակ են ստացել։ Բալուցկին երբ է ստեղծվել ու որտեղ։ Որոշ լուծկու տեսակներ հայտնագործվել են դեռևս միջնադարյան Չինաստանում։ Ոյ քեզ Ջեկի Չան։ Համաձայն եմ, չի բռնում, բայց դե տեղին է։ Դրանք սովորական մաքուր ծծումբով հագեցած ծայրերով բարակ կաշերներ էին ու վառվում էին ոչ թե չխկացնելու եղանակով, այլ թույլ վառվող աբեթին շփվելով։ 15-րդ դարում այդ նորույթը հասավ Եվրոպա, բայց միայն 1805 թվականին ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելը պատրաստեց մեզ հայտնի փայտել լուծկիները։ Փաստորեն Շանսելը իր շանսը լավ էլ օգտագործեց։ Արդեն դու չգիտես, որ կրակի հետ չեն խաղում։ Այսինքն մարդիկ դարերով տանջվել են, ստացել են այդ լուծկին, որ հիմա 10 դրամը վաճառեն։ Այն ժամանակ 10 դրամը գիտես ինչ լուրջ փող էր Եվրոպայում։ Եզրափակելով թեման, ասեմ, որ կրակը դարձավ կարևորագույն գործիք, որը փոխեց մարդկանց կյանքը։ Կրակը թույլ տվեց մարդուն տաքանալ ցուրտ եղանակին եւ պաշտպանվել վիշապիչներից։ Կրակի շնորհիվ մարդիկ սկսեցին երբել ու տապակել սնունդը, ինչը դարձավ ավելի համեղ եւ հեշտ մասողության համար։ 100% մեկը կարտոֆիլը ավելի համովա տապակած կամ խորոված, քան թե հում վիճակով։ Դու հում կարտոֆիլ ես կերել։ Ինչեր ասես, որ չեն ուտի արտեմները սովածացած։ Բայց լավ է ասում է։ Լյովիկ, քշենք հետ, ես էլ եմ ինչ-որ սովածոտ։ Դիո, այսօրվա գիտապտույտը համարում ենք ավարտված։ Լսում եմ։ Ինչ խոսք, շատ ուսուցողական էր։ Քանի որ այսօրվա գիտապտույտի թեման կրակն էր, ու հեսա ոնց հասկանում եմ կարող է սովի թեմա բացվի, առաջարկում եմ, որ ձեր մեծ աղբերը, այսինքն ես, ձեր համար կրակի վրա մի հատ անմահական սարդելկա խորովի։ Ես ձեզ խոստանում եմ, սենց բան հաստատ չեք կերել։ Ես պլյուս, այսինքն 2+։ Դե որ 2+, այս վերջու գնա դրսում խորովի, մինչև հասկանամ սովա ինձ գրում այսքան։ Հա, այս մեր դասարանի չատնա։ Այս աչքիս իմ մասին են, հա գրում։ Գործտվող ստուկաչ։ Չէ, եսի հաստատ իմ մասին չի։ Հիմա էլ խմբից հանեցին։ Լյովիկ, դե։ Այսօր այդ այգում ինչ ա եղել։ Ոչ մի բան, մենք պարզապես մաքրում էինք այն։ Դու ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան ես խոսացել։ Միայն Մարինա Ռոբոտովնայի։ Ինչ ես խոսացել։ Մաքրության ժամանակ ես նկատեցի Վոլման Էրիկ անունով տղայի, ով չէր աշխատում եւ շահագործում էր մնացած երեխաներին։ Իսկ ես չդիմացավ պատմեցի Մարինա Ռոբոտովնային։ Ես պատմել, որովհետեւ ես արքայազն եմ։ Իսկ ես տանել չեմ կարողանում սուտը։